Հասմիկ Կարապետյան, բարի գալուս 1-1։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Ոնց ես վերաբերվում այս ձևաչափին։ Երբ տեղեկացա, որ նման ձևաչափով հաղորդում է ծնվել, այսպես կարելի ասել, շատ ուրախացա, որովհետև ցավոք սրտի այսօր մեր երկարվեստում կան մարդիկ, ովքեր պահպանելով իրենց որակը, թող անհամեստ չթվա, չգիտես ինչու ստվերում են մնում, որովհետև չեն վազում էլ ավելի մեծ գումարներ աշխատելու յետևից եւ բավարարելու այն ամբողջի պահանջը, որ այսօր կա։ Սա կրկին նոր հնարավորություն է նրանց համար երևալու եւ շփվելու իրենց հանդիսատեսի հետ։ Ես քեզ հաջողություն եմ մաղթում այսօր եւ անհամբեր եմ ես էլ նստեմ եւ լսեմ քեզ։ Շատ շնորհակալ եմ ես էլ հրավերի համար։ Ողջույն։ Նախ ուզում եմ ասել, որ շատ շնորհակալ եմ բոլորիցդ, որ ժամանակ եք գտել եւ ինձ հետ անցկացնում եք այս փոքրիկ տոնը, որովհետեւ յուրաքանչյուր պահ, երբ ես դուրս եմ գալիս բեմ, ինձ համար դա տոն է։ Ուզում եմ, որ այսօր գոնե բոլորդ յուրաքանչյուրդ փոքր-ինչ ջերմացած, փոքր-ինչ թեթևացած, ինչու ոչ, հեռանաք այստեղից եւ երգերիս հնչյունները ապրեն ձեր մտքում։ Գոնե ինչ-որ ժամանակ դա կլինի ամենամեծ պարգևն ինձ համար։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Եվ որպեսզի մեր այսօրվա տոնը էլ ավելի ջերմ անցնի, ես ուզում եմ սիրով ողջունեք մեր դաշնակահարին Սամվել Հովհաննիսյանին, խնդրեմ։ Եվ գնացինք առաջին երգը կոչվում է այս բեմում, երաժշտության եւ խոսքերի հեղինակը ես եմ։ Գնացինք։ Me
Ինչով են սնվել քո ականջները ձեր տանը։ Շատ հետաքրքիր հարցեր իդեպ Անդրե ջան, որովհետև ես չի ասի, որ ես այսպես երաշտական ընտանիքից եմ դուրս եկել, հայրս տնտեսագետ է, մայրս ուսուցչուհի, միայն ես եւ քույրս ենք, որ առհասարակ մեր Գերդաստանում ընտրել ենք արվեստի ճյուղերը, քույրս նկարչուհի է, ես երաշտական ճանապարհն ընտրեցի, բայց տանը ես հիշում եմ, երբ փոքր էի, միշտ մեր տանը հնչել է Beatles, չգիտես ինչու, լինելով ոչ այդքան երաշտական մարդ, մայրիկս լսում էր Beatles, այն ժամանակ խմբեր կային ABBA, Smokey, միշտ մեր տանը հնչել է Boney M, արդեն որ սկսեցի դպրոցական տարիներից մեղեդիներ գրել, հորինել, արդեն ընտրել ինչ լսեմ, ինչը ոչ, լսում էի ինչ-որ ռոք խմբերի, օրինակ Aerosmith, Whitesnake, David Coverdale, այսպիսի բաներ եւ ճիշտն ասած ծնողներս զարմանում էին, որտեվ ես կարող էի ինչ-որ մետալիկ գործեր լսել, ինչ-որ գլուխս այսպես մազերս գզգզում էի սանրով, թափահարում էի տանը, հայլու առաջ, ինչ-որ ապարում էի, նրանք զարմացած ինձ էին նայում, գժվել է մեր աղջիկը, թե ամեն ինչ կարգին է։
Երբ բացահայտեցի, որ կարող ես կամ ուզում ես երգել։ Երբ ես արդեն 5-րդ թե 6-րդ դասարանում էի, պապիկս նվեր առավ ինձ համար գերմանական Վայնբախ մակնեշի դաշնամուր, այո, որն մինչ օրս կա, իդեպ ասեմ, տանը դրված է։ Եվ երևի էդ էլ էր ճակատագրական, եթե պապիկս դաշնամուրը չգներ, ես երևի թե չէի հաճախի դպրոց եւ հետո այս ամեն ինչը չէր լինի։ Butterfly effect։ Այո, butterfly effect եւ մեր բակում շենքում ապրում էր մի երիտասարդ, որը լսել էր, դե մենք առաջին հարգում էի ապրում ծնողներիս տանը, մեր պատշգամբի տակով անցնելիս լսել էր, որ ես երգում եմ, անդադ այսպես նվագում երգում եւ մի օր եկավ, ասեց Հասմիկ, ինչու չես ուզում քեզ փորձել արհեստավարժ բեմ, ու ասեցի ինչ եք խոսում, ես ուր արհեստավարժ բեմ, ուր ես երբեք չէի պատկերացնում, որ կարող եմ երգեմ, էլի այդպես։ Արզե, դու մեր առաջի հյուրն ես, որ արձագանք ստուդիայի արտիստներից ես եղել։ Ինչ է տվել քեզ արձագանքը։ Ես շատ շնորհակալ եմ Արտավազ Բայաջյանին եւ Եղիշե Պետրոսյանին, ինչի համար, որտեվ նրանք ինձ հավատացին, երգելով լսելով իմ երգերը, հավատացին, որ ես կարող եմ ինչ-որ մի բան անել իմ հնարավորության սահմաններում եւ ասելիք կա։ Ես ուղղակի այնտեղ արեցի, որպես արդեն արհեստավարժ երգչուհի իմ առաջին քայլերը, բայց ինչ ասել է արտիստ, բեմի մարդ եւ երբ արդեն բեմը եւ արվեստը դառնում է քո ապրելակերպը, ես այդ ամեն ինչը սովորել եմ արդեն երգի պետական թատրոնում։ Կախարդված քնի
եղել քո առաջի երգը, որ ներկայացրել ես։ Ահա։ Ուրեմն ես չգիտեմ ինչու, բայց դեռ դպրոցական տարիքից ես շատ ռոմանտիկ էի, շատ էմոցիոնալ, ռոմանտիկ, անդադ սիրահարվում էի, հիասթափվում էի ինձ։ Առաջին անգամ մանկապարտեզում եմ սիրահարվել, դե արդեն հասկանալի է։ Առաջին երգս ես չգիտեմ ինչու։ Անպատասխան սիրո մասին էր, կոչվում էր Չգիտեմ։ Հենց այդպես երգը չգիտեմ։ Երաժշտությունը ես էի գրել, խոսքերն էլ էի ես գրել եւ այս երգը որ հիմա լսում եմ, ինքը մի քիչ, այսպես քիչ թե շատ, ինձ հիշեցնում է ռոքային մի բալադ եւ որոշ պահերով նման է Ատել Կալիֆոռնիայի այդ Eagles-ի Ատել Կալիֆոռնիա երգին։ Այո, Hotel California երգին, չգիտեմ ինչու, որտեվ գիտեք ինչն է հետաքրքիր, ես այդ երգը չէի լսել։ Մի պրոդյուսեր, որն իդեպ Գերմանիայից էր, եկել էր Հայաստան ուղղակի ծանոթանալու երգիչների, երգչուհիների ցանկին եւ այլն, նրանց արվեստին, նա խնդրել էր, որպեսզի ինձ հետ հանդիպում կազմակերպեն, ինչու, որովհետեւ նա լսելով իմ երաժշտությունն ասել էր այս աղջիկը իսկապես հայ է, ես այստեղ ռոք եմ լսում, ես այստեղ բալադներ եմ լսում, ես այստեղ անգլիական հարմոնիաներ եմ լսում, սպիտակ անգլիական երաժշտություն է։ Ափսոս մեր համագործակցությունը հետո չստացվեց, որտեվ նա մեծ ցանկություն ուներ։ Նրա անունն էր Միրկո։ Իդեպ ուզում եմ ասել, երգս դե առաջի երգը անպատասխան սիրո մասն էր, չգիտեմ ինչու, գուցե ես sense ինչ-որ թախծոտ անձնավորություն էի, այդպես աղջնակ էի, չգիտեմ։
Քեզ համար որն է կարևոր խոսքը թե երաժշտությունը, երբ ստեղծագործում ես։ Ինձ համար որպես գուցե երաժիշտ կարևորը մեղեդին է։ Որովհետև ես կարծում եմ, որ երբ որ դու այսպես առաջին անգամ ինչ-որ երգ ես լսում, քո վրա, քո ներքին աշխարհի վրա ներազդում է երաժշտությունը, մեղեդին։ Եթե մեղեդին գրավիչ է, նոր ես դու սկսում ուշադրություն դարձնել խոսքերին, բայց պիտի նաև նշեմ, որ երբեք չեմ սիրել այնպիսի երգեր, որտեղ որ իմաստ չկա, որտեղ որ դու լսում ես երգը եւ զգում ես, որ այդ պարզապես գրված են խոսքեր երգը լցնելու համար։ Որպես ստեղծագործող մարդ, ես գիտեմ շատ բարդ է քեզ համար ընտրել այլ մարդու գրած գործեր, բայց դու միշտ վստահել ես Գիսանե Բալյանին։ Ինչպես սկսվեց այդ համագործակցությունը եւ ինչով են այդքան քեզ համար հետաքրքիր իր գրածները։ Մեր երկարվեստի դաշտում այդպես ինձ համար, գուցե ես շատ սխալ եմ, բայց երգ մեղեդի գրողների առումով ընտրությունը շատ քիչ է։ Գիսանե Պալյանի հետ ինչու ստացվեց, որովհետև մենք հեռավորության վրա իրար զգացինք, շատ ու շատ նախ խոսելիք ունեինք, կիսելու մտքեր, արվեստում ինչ-որ թռիչքներ, ամփոփումներ եւ այլն եւ այլն։ Ես շատ բան Գիսանեից սովորեցի, իդեպ ասեմ։ Եվ ուրախ եմ, որ մի օր Գիսանեն ինձ արժանացրեց որպես հեղինակ այս խոսքերի, ասեց Հասմիկ պատկերացրու, ես այսքան երգեր եմ գրել, տարբեր մարդկանց համար, բայց երբ դու երգեցիր իմ երբեք չես իմանա ստեղծագործությունը, ես առ այսօր անցել են տարիներ, բայց ես կարծում եմ, որ այդ ստեղծագործությունն իմ լավագույնն է։ Պատկերացնում եք, ասենք կատարողի համար դա ինձ մեծ գնահատական է եւ պարծանք, այո, ես ուրախ եմ, որ կարողացել եմ իմ ձայնով հանել այն, ինչ ինքը ուզեցել է արտաբերել։
լինելով քեզ մոտ մարդ, գիտեմ դու շատ ուրախ ես քո անձնական կյանքով, այս վերջերը, բայց քեզ ավելի քիչ ենք տեսնում եթերներում, թե որպես երգչուհի, թե որպես հաղորդավարուհի։ Արդյոք քո անձնական այնքան հաճելի է եւ ուրախ, որ երգարվեստը երկրորդական է դարել, թե դու դեռ աշխատում ես երգարվեստում եւ ավելի կակտիվանաս շուտով։ Նախ շատ շնորհակալ եմ, որ դա նկատելի է, որովհետև ես չէի կարծում, որ ասենք տարի ու կես չլինելով եթերներում կամ ավելի հաճախ երևալով նոր տեսալովակներով կարող է ինչ որ զգացնել տայ, որ ես չկամ, շատ շնորհակալ եմ։ Ուղղակի չէ, սա արդեն գալիս է նրանից, որ ես իմ տեսակով այն կանանցից եմ, ովքեր նախ կարիերիստ չեն, սկսեմ ամենակարևորից, երկրորդն էլ ես այնքան երկար էի սպասում իմ երջանկությանը, տարիներ, որ երբ երջանկությունս ինձ գտավ, ես մի տեսակ ամբողջովին այսպես ինձ տրամադրեցի իմ անձնական կյանքին, այն անձնավորության, ում շատ սիրում եմ եւ շատ սիրված եմ։ Եվ եթերներում չերևալը իբրև հաղորդավար, հա, եթե վերցնենք, դա արդեն պայմանավորված էր իմ ցանկությամբ, որովհետև ես մի պահ կար ամեն օր ես եթեր եղել, բայց դա չի նշանակում, որ ես դադարել եմ ստեղծագործել։ Ես ստեղծագործում եմ, երգեր են ծնվում մի քիչ այլ որակի, բայց միանշանակ ես դա նկարահանելու եմ, նորից փորձելու եմ դաշտում երևալ։ Եթե չլինեի երգչուհի, որ ոլորտումն ես քեզ տեսնում։ Բարդ է ասել, ես կարծում եմ ես կլինեի դերասանուհի,
բայց կինո դերասանուհի, ես օրինակ եթե Ոչինչ, բոլորն հետո սերիալներում խաղում են։ Սերիալի չէ, ես կուզենայի գեղարվեստական ֆիլմերում հանդես գալ եւ այսպես ինչ որ sense պայքարող կանանց դերերում, հա, օրինակ Ժաննա Դարկ, չգիտեմ, ինչ որ sense օրինակ վերեցի, բայց նաեւ ես կարող եի հոգեբան լինել։ Ես կարծում եմ, որովհետեւ թվացial փխրուն, թվացial շատ այսպես մի քիչ մակերեսորեն նայող աղջիկը իրականում այդպեսինը չի։ Ես ինձ նույնիսկ ասել են շատ ու շատ մասնագետներ, էներգետիկ մասնագետներ, որ ես ունեմ բաց դաշտ եւ ես ունեմ համոզելու ունակություն մարդկանց։ Որտեղ ես տեսնում քեզ 10 տարուց։ Չգիտեմ։ Ես չեմ սիրում ուրեմն գուշակել, թե ինչ կլինի ինձ այդ վաղը։ Իհարկե բոլորիս մեջ այդ ցանկությունը կա իմանալու, այ թե 3 տարի հետո ինչ կլինի, 5 տարի եւ այլն 10, բայց հետո կյանքն ինձ սովորեցրեց ապրել այսօրվա օրով։ Չէ, իսկապես ես կարող եմ այսօր ասել, որ շատ երջանիկ մարդ եմ, բայց չեմ ուզում իմանալ հետո ինչ կլինի։ Այսօր լավ է, տա Աստված, որ միշտ լավ լինի։ Ասում եմ լավ մոտեցում են դա։
Շատ շնորհակալ եմ, որ այսօր ինձ հետ եք, ես շատ դրական լիցքեր ստացա ձեզանից, հուսամ, որ ձեզ տվել եմ գոնե կեսը այդ դրական լիցքերի։ Շնորհակալություն շատ Սամվելին Հովանեսյան ինձ նվագակցելու համար, հասկանալու այն, ինչ որ ես փորձում եմ երգերիս միջոցով ձեզ հաղորդել, եւ բոլոր այն մարդկանց, ովքեր որ այսօր աշխատում էին մեզ հետ եւ փորձում են իսկապես ստեղծել տոն երգարվեստում, անչափ շնորհակալ եմ։ Ես սխալ եմ Լուիսի առումով։ Լավ եք։ Մերսի։ Մերսի, որ լավ։ Ես էլ չեմ հասկանում ինչի։ Ոչ լովեր նստեցի։ Շատ մեծ է։ Փայլում եմ։ Չէ, դեմ։ Երբ ինձ նայեն այն աչքերը, որ քոնն են կշտապել։ Զորդ մոռացել եմ, երբ ինձ նայեն այն աչքերը, իննան սիրտս կդողում, всё, да. Всё. Երբ ինձ նայեն այն աչքերը, որ իմն են սիրտս կդողում։ Կներեք, աչքերը քոնն են իմն են։ Կներեք էլ։ Ոյ, դժվար բառեր հիշել։ Ինչպես կուզես հիշվել։ Փոքրիկ ինչ-որ հետք թողել մարդկանց հոգիներում, որտեվ հոգիներում հետք թողելն է մնում հավիտյան։ Ոչ մի իրեղեն կամ խոսքով ասված բան այդքան մեծ հետք չի կարող թողել, ինչքան որ դու զգացել ես տվյալ մարդու հետ։ Շատ գեղեցիկ պատասխան։ Շնորհակալ եմ։